Մանկությունս սարում է անցել ու չեմ մտաբերում, որ գոնե մի անգամ տատիկս դեմքը խոժոռ էր ու ասեր տեսնես այսօր ինչ եմ էփելու։ Թախտին պարկած խաղում էի, երբ քթիս էր հասնում տնական յուղով արված սոխառածի հոտը։ Քիչ հետո էլ լսելի էր եռացող թեյնիկից կաթսան թափվող ջրի ձայնն ու վերջ։ Կափարիչը փակվում էր։ Էնա հենց կարտոշկեն էփվի մի հափուր փլավացու կլցնեմ, ասում էր տատիկս ու գնում առօրյա աշխատանքին։ Էդպես թախտի վրա խաղալով էլ աչքս կպչում էր ու արթնանում էի հերթական նոր հոտը քթիս հասնելուն պես։ Տատիկս էր, ճաշին մի պտղունց սարերից հավաքած ու չորացրած կանաչի էր լցրել ու որպեսզի չարթնանամ, ձուն էլ միանգամից փայտե շերեփի մեջ էր ջարդում ու զգուշությամբ խառնում։ Այդ էլ լցնում էր ու վերջ, ճաշը պատրաստ էր։ Տեղում պտույտներիցս հասկանում էր, որ արթնացել եմ։ Գոհար ջան, մատաղ քե, վկցրի, վայե, մթամասի փասով անեմ, դե տավրվեր ես կցել, լավ ես արել, մի ամանտակ ճաշ կուտես։ Բավենց չեմ ուտի տատ, քո էփած ճաշերի համն ու հոտն էլ մի ուրիշ էր։ Էնա թե տարիները լավ ու վատ չեն հարցնում, ծերացնում մի բուռ են սարքում, որ արդեն էփածն անգամ հազիվ եք ուտում։ Հոգ չէ, տաճ ջան, դու մենակ ապրիր, էնքան էփել ես, մեզ մի դար հերիք է։